Գալա երեկոյի ընթացքում, որտեղ ինքնասիրությունը պատկանում է բարեգործությանը, պատահարը մաքրողին բերում է ուշադրության կենտրոն։ Նա ընդունում է նվաստացուցիչ մարտահրավերը լռեցնում ամբողջ դահլիճը մի ներկայացմամբ, որը բացահայտում է մոռացված անցյալը։ Այն, ինչ սկսվեց որպես ծաղրանք, վերածվում է հավաքական զորացման, երաժշտությունը դառնում է կամուրջ երկու աշխարհների միջ, որոնք երբեք չէին խաչվելու։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Երանյան սեպտեմբերյան գիշերն իր հետ բերել էր այն խիտ ու տոտ օդը, որը սովորաբար նախորդում է գարնանային ամպրոպներին։ Հյուսիսային պողոտայի սրտում գտնվող Արարատ Փալասը հյուրանոցի 23-րդ հարկում, շքեղ սրահը փայլում էր ներկրված բյուրեղապակյա 3 հսկայական ջահերի լույսի ներքո։ Դա Ոսկեհույսը հիմնադրամի ամենամյա գալա երեկոն էր, քաղաքի ամենաբացառիկ սոցիալական իրադարձություններից մեկը, որտեղ երանյան էլիտան հավաքվում էր նշելու սեփական առատաձեռնությունը, հանուն այնպիսի նպատակների, որոնց անունները շատերը նույնիսկ չէին կարողանում ճիշտ արտասանել։ Գագիկ Սահակյանը իր մաքրման սայլակը հրում էր գլխավոր սրահին հարակից միջանցքներով, շարժվելով այն լուրջ ճշգրտությամբ, որը սովորել էր անտեսանելի լինելու արվեստի շնորհիվ։ Նրա 32 տարին ավելի շատ էր թվում, նշանավորված մի մելամաղձությամբ, որը նա կրում էր իր կորացած ուսերին մշ տապես ցած հառած հայացքում։ Մուգ կապույտ համազգեստն անթերի էր, արդուկված նույն խնամքով, որը նա նվիրում էր իր կյանքի ամեն ինչին, քանի որ երաժշտությունը դուրս էր եկել դրանից։ 3 տարի աշխատելով այդ հյուրանոցում, 3 տարի դիտելով ուրիշների ոսկե աշխարհը ապակիների միջով, որոնք նա երբեք չէր կարողանում հատել։ Մինչ հավաքում էր նախասրահի սեղանիկներին թողնված շամպայնի բաժակները, Գագիկը կարող էր լսել գլխավոր սրահից արձագանքող խոսակցությունների պատառիկները։ Բորսայի ակցիաների մասին քննարկումները խառնվում էին բամբասանքների հետ, թե ով որ դիզայների հագուստն է կրում, մինչդեռ իտալական մարմարի վրա բարձրակրունկների ձայնը մակերեսայնության մշտական սաունդթրեք էր ստեղծում։ Նա լավ գիտեր այդ տիեզերքը, ոչ թե որպես մասնակից, այլ որպես հարկադրված դիտորդ։ Գիտեր, որ բեմադրված ժպիտների ջերմ ողջույնների հետում այդ մարդկանց մեծ մասն այնտեղ էր սոցիալական պարտավորությունից դրդված, նեթվորքինգի համար կամ պարզապես իրենց վերջին շքեղ ձեռքբերումները ցուցադրելու համար։ Արդեն գրեթե կեսգիշեր էր, երբ նա հայտնվեց։ Անահիտ Ավ. Ետիսյանը իջնում էր գլխավոր սանդուղքով, ինչպես թագուհի իր սեփական թագավորությունում։ 28 տարեկանում նա Ավետիսյանների կայսրության ամենակրտսեր ամենաերես տված դուստրն էր, մի կոնգլոմերատի, որն ընդգրկում էր ամեն ինչ շինարարական ընկերություններից մինչ հեռուստաընկերությունների ցանցեր։ Նրա արնագույն կարմիր զգեստը, որը ֆրանսիական ատելյեի բացառիկ ստեղծագործություն էր, ավելի թանկ արժեր, քան Գագիկը վաստակում էր 2 տարում։ Վզի զմրուխտները պատկանել էին նրա նախատատին, իսկ լաբաուտին կոշիկները հատուկ ընտրվել էին, համապատասխանելու նույն օրը կեսօրին անթերի արված եղունգների լաքին։ Անահիտը չէր քայլում, նա սահում էր։ Յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր տպավորություն թողնելու համար, յուրաքանչյուր ժպիտ ռազմավարականորեն ուղղված էր իրեն հետող տեսախցիկներին։ Որպես երեկոյի գլխավոր հյուրընկալ երկրի ամենաազդեցիկ ազգանուններից մեկի ժառանգորդ, նա հստակ գիտեր, թե ինչ իշխանություն ուներ այդ միջավայրի վրա։ Տղամարդիկ ընդհատում էին իրենց խոսակցությունները, նրան ողջունելու համար, կանայք ձացնում էին, թե չեն կատում նրա զգեստը, մինչ գաղտնի նշում էին յուրաքանչյուր մանրուք, հետո քննարկելու համար։ Նա այդ տիեզերքի բացարձակ կենտրոնն էր, նա դա գիտեր։ Գագիկը հավաքում էր մի քանի բաժակ սրահի մուտքի մոտ գտնվող սեղանից, երբ զգաց իր շուրջը շարժման ավելացումը։ Նա գիտեր, որ նա ժամանել է, նույնիսկ նախքան աչքերը բարձրացնելը։ Ինչ-որ բան կար օդի փոփոխության մեջ, այն ձի մեջ, թե ինչպես խոսակցությունները սկզբում ակտիվանում, ապա մեղմանում էին, կարծես բոլորին ձգում էր մի անտեսանելի մագնիս։ Երբ վերջապես համարձակվեց նայել սանդուղքի ուղղությամբ, տեսավ Անահիտին, որը ողջունում էր քաղաքապետին նրա կնոջը, ծիծաղում էր մի բանի վրա, որն ակնհայտորեն ծիծաղելի չէր համարում, լուսանկարվում էր, որոնք հաջորդ առավոտ կհայտնվեին բոլոր թերթերի սոցիալական էջերում։ Դժբախտ պատահարը տեղի ունեցավ այնպես, ինչպես միշտ լինում են այդ պահերը, երբ ճակատագիրը որոշում է, որ երկու կյանք պետք է խաչվեն, նույնիսկ եթե նրանցից ոչ մեկը դրան պատրաստ չէ։ Գագիկը վերջացրել էր մի սեղանից բաժակները հավաքելը, զգուշորեն ուղղվում էր դեպի ծառայողական ելքը։ Երբ Անահիտը գործարարների մի խմբի հետ մի նոր գովազդային արշավի մասին աշխույժ զրույցի մեջ, սովորականից ավելի լայն շարժում արեց։
Նրա աջ ձեռքը զարդարված ադամանդե ապարանջանով, որն արտացոլում էր ջահի լույսերը, ուղիղ բախվեց Գագիկի հրած սայլակին։ Հարվածը ուժեղ չէր, բայց բավարար էր, որպեսզի նրա ձախ ձեռքում պահած շամպայնի բաժակն ամբողջությամբ թափվի նրա բացառիկ զգեստի արջի մասի վրա։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը ներքնայեց, տեսնելով, թե ինչպես է ոսկեգույն հեղուկը հոսում կարմիր կտորի վրայով, ստեղծելով մուգ բիծ, որը տարածվում էր ինչպես արատ իր կատարելության վրա։ Մի պահ նրա դեմքին միայն զարմանք արտահայտվեց, կարծես չէր կարողանում ընկալել, որ ինչ-որ բան դուրս է եկել իր վերահսկողությունից։ Բայց երբ նրա աչքերը բարձրացան, հանդիպեցին Գագիկին, որը կանգնել էր սայլակի կողքին, դեմքին սարսափի արտահայտությամբ, զարմանքն արագորեն փոխվեց շատ ավելի մութ մի բանի։ Անահիտի զայրույթն անմիջական չէր, այն աճում էր ինչպես փոթորիկ, որը ձավորվում է հորիզոնում, նախքան ամեն ինչ իր ճանապարհին ավերելը։ Սկզ։ Բում եկավ նրա ձեռքերի գրեթե աննկատ դողը, հետո դեմքի մկանների լարումը, վերջապես պայթյունը, որը ստիպեց ամբողջ սրահին շրջվել, դիտելու ներկայացումը։ Դուք գիտակցում եք, թե ինչ արեցիք, նրա ձայնը կտրեց օդը սուր դանակի պես։ Գաղափար ունեք, թե որքան արժե այս զգեստը։ Դուք հավանաբար մեկ տարում այնքան չեք վաստակում, որքան ես վճարում եմ այսպիսի մի զգեստի համար։ Գագիկը բերանը բացեց ներողություն խնդրելու համար, բայց նա թույլ չտվեց, որ գեթ մեկ բառ դուրս գա։ Լռիր։ Չեմ ուզում քո ձայնը լսել, Անահիտը սկսեց պտտվել նրա շուրջը, ինչպես գիշատիչ, որն ուսումնասիրում է իր զոհին։ 3 տարի աշխատում ես այստեղ ու դեռ չես սովորել չխանգարել կարևոր մարդկանց։ Ո՞րն է ընդհանրապես քո գործառույթը։ Այո, մաքրել այն բաները, որոնք ինձ նման մարդիկ դեն են նետում։ Նրանց շուրջը շրջան էր կազմվել։ Հյուրերը մոտենում էին այն վատ թաքցրած հաճույքով, որը մարդիկ զգում են, երբ ականատես են լինում ուրիշների դրամային։ Կային սմարթֆոններ, որոնք զգուշորեն ուղղված էին խառնաշփոթի ուղղությամբ, զվարճացած շփոթված հայացքն։ Շշուկներ, որոնք վիրուսի պես տարածվում էին խմբերի մեջ։ Գիտես ո՞րն է ամենաողորմելին, շարունակեց Անահիտը, նրա ձայնը ձեռք բերելով էլ ավելի դաժան երանգ։ Որ դու քո ամբողջ կյանքն անցկացնում ես, մաքրելով ուրիշ մարդկանց կյանքի մնացորդները։ Երբեք ոչինչ չստեղծելով, երբեք ոչինչ չլինելով, պարզապես գոյություն ունենալով ստվերներում, ինչպես մի ուրվական, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Գագիկը մնում էր անշարժ, գլխիկոր, ձեռքերը թեթակի դողում էին մարմնի կողքերին։ Նա տարիներ էր անցկացրել, սովորելով լինել անտեսանելի, տարիներ ընդունելով մանր նվաստացումներ, կատակներ իր մասնագիտության մասին, անհարգալից վերաբերմունք։ Բայց երբեք չէր բախվել այսքան հրապարակային, այսքան դիտավորյալ դաժան բանի։ Նայիր ինձ, երբ քեզ հետ խոսում եմ, գոռաց Անահիտը, որոշ հյուրեր նյարդային ծիծաղեցին։ Ես ասացի, նայիր ինձ։ Այդ ժամանակ Գագիկը գլուխը բարձրացրեց։ Նրա աչքերը, խորը շագանակագույն, որոնք հիշեցնում էին ժամանակի կողմից փայլեցված հին փայտ, առաջին անգամ հանդիպեցին նրանց։ Եվ մի պահ Անահիտը վարանեց։ Այդ հայացքում մի բան կար, որը նա չէր սպասում, մի խորություն, որը հակասում էր պարզության այն պատկերին, որը նա կառուցել էր նրա մասին։ Բայց վարանումը տեց ընդամենը վայրկյաններ։ Դու ավելից բացի ուրիշ բան նվագել գիտես, հարցրեց նա, նրա ձայնն այժմ կրում էր մի չարություն, որը ստիպեց որոշ հյուրերի հետ քաշվել։ Որովհետև ես տեսնում եմ այն դաշնամուրն այնտեղ, անկյունում, ես քեզ համար առաջարկ ունեմ։ Գագիկը հետեց նրա հայացքին այնտեղ, ուր նա ցույց էր տալիս։ Սրահի ամենաշքեղ անկյունում դրված է Steinway Royal, փայլեցված սփայտի մի հոյակապ կտոր, որն արտացոլում էր ջահի լույսերս հայելու պես։ Դա այնպիսի գործիք էր, որը նա մոտիկից չէր տեսել 3 տարի, այնպիսի գործիք, որը նախկինում ճանաչում էր այնքան մտերմորեն, որքան սեփական շնչառությունը։ Եթե դու կարողանաս այդ դաշնամուրը նվագել պրոֆեսիոնալից լավ, բարձրաձայն հայտարարեց Անահիտը, համոզվելով, որ բոլորը կարող են լսել, ես կամուսնանամ քեզ հետ։ Բայց երբ դու ձախողվես, ինչպես ակնհայտորեն կձախողվես, ուզում եմ, որ դու ծնկի գաս այստեղ բոլորի առա։ Ներողություն խնդրես ոչ միայն իմ զգեստը փչացնելու, այլ մեզ նման մարդկանց հետ նույն օդը շնչելու համարձակության համար։ Առաջարկն ընդունվեց ծիծաղի պայթյուններով, որոնք արձագանքեցին սրահում, ինչպես ժայռերին բախվող ալիքներ։ Դա ակնհայտորեն դաժան կատակ էր, միջոց էլ ավելի խորը նվաստացնելու այն մարդուն, որը համարձակվել էր խանգարել նրա կատարյալ երեկոն։ Որոշ մարդիկ այժմ բացահայտ հանեցին իրենց սմարթֆոնները, անհամբեր սպասելով ձայնագրելու այն պահը, երբ հավաքարարը հիմարի դեր կխաղա, փորձելով դաշնամուր նվագել։
Գագիկը մնաց անշարժ երկար վայրկյաններ, վերլուծելով առաջարկը։ Նրա աչքերը վերադարձան դաշնամուրին, ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ։ Շուրջբոլորի ծիծաղը աստիճանաբար մարեց, երբ նրանք հասկացան, որ նա չի նահանջում, չի ներողություն խնդրում, չի հեռանում բեմից, ինչպես սպասում էին։ Ես ընդունում եմ, ասաց նա, նրա ձայնը թե ցածր, կրում էր մի վճռականություն, որը ստիպեց սրահին ընկղմվել հանկարծակի անհանգստացնող լռության մեջ։ Անահիտը մի քանի անգամ թարթեց, կարծես ճիշտ չէր լսել։ Դու ունում ես, կրկնեց նա, առաջին անգամ հյուրանոց ժամանելուց ի վեր, նրա ձայնում անորոշության նոտա կար։ Ես ընդունում եմ ձեր առաջարկը, հաստատեց Գագիկը, սկսեց քայլել դեպի դաշնամուրը։ Սրահը բացվեց նրա առջ, ինչպես ծովը բացվեց Մովսեսի առաջ։ Հյուրերը հետ քաշվեցին, ճանապարհ բացելով նրա գործիքի միջ, նրանց արտահայտությունները տատանվում էին սպասվող զվարճանքի աճող հետաքրքրության միջ։ Ոմանք արդեն նկարահանում էին, մյուսները խաղադրույքների մասին էին շշնջում, թե որքան ժամանակ կպահանջվի, որ նա հանձնվի, բայց բոլորը, բացարձակապես բոլորը, իրենց հայացքները հառել էին մուգ կապույտ համազգեստով այդ մարդուն, որը վճռական քայլերով գնում էր դեպի $500,000 արժողությամբ դաշնամուրը։ Գագիկը կանգնեց Ստեյնվեյի առջ մի պահ, պարզապես սննեց այն։ Նա մատները սահեցրեց կափարիչի փայլեցված մակերեսով, զգալով ազնիվ փայտի ծանոթ հյուսվածքը։ Դա նման էր հին սիրուն վերագտնելուն մեկին, ում տարիներով չես տեսել, բայց դեռ գիտես յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր թերություն, յուրաքանչյուր առանձնահատկություն։ Նա աշեց աթոռը, կարգավորեց բարձրությունը այնպիսի շարժումներով, որոնք բացահայտում էին այդ մակարդակի գործիքների հետ կասկածելի ծանոթություն, նստեց։ Նրա ձեռքերը մի պահ կախված մնացին ստեղների վրա, ամբողջ սրահը շունչը պահեց։ Գագիկը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, սկսեց նվագել։ Կլոդ Դեբյուսիի «Լուսնի լույսը» ստեղծագործության առաջին նոտաները հոսեցին նրա մատներից, ինչպես լեռան վրայից իջնող մաքուր ջուր։ Չկար ոչ մի վարանում, ոչ մի կոպտություն, ոչ մի բան, որը կհուշեր սիրողականի մասին, որը փորձում է տպավորել։ Յուրաքանչյուր նոտա դրված էր մաթեմատիկական ճշգրտությամբ, գեղարվեստական զգայունությամբ, յուրաքանչյուր երաժշտական արտահայտություն բացվում էր այն մարդու բնականությամբ, որը ծնվել էր դրա համար։ Սրահի վրա ազդեցությունն անմիջական կործանարար էր։ Խոսակցությունները լիովին դադարեցին, սմարթֆոնները իջեցվեցին, հեգնական ժպիտները դեմքերից անհետացան, ինչպես արի տակ հալվող ձյուն։ Այն, ինչ նրանք լսում էին, ոչ թե պարզապես երաժշտություն էր, այլ մաքուր արվեստ, մարդկային հոգու ձայնն էր, որը խոսում էր 88 փղոսկրյա սփայտի ստեղների միջոցով։ Անահիտը, որը պատրաստվել էր մեկ անգամ ծիծաղել իր զգեստը փչացրած մարդու հաշվին, զգաց, որ ոտքերը տակից գնում են։ Նա երաժշտություն գիտեր, մանկության տարիներին դաշնամուր էր սովորել, ինչպես բարեկիրթ ընտանիքի յուրաքանչյուր աղջիկ, համերգների էր մասնակցել Վիեննայում, Զալցբուրգում, գիտեր տարբերել տեխնիկան սիրողականությունից։ Եվ այն, ինչ լսում էր, ոչ մի կապ չուներ սիրողականության հետ։ Գագիկը Դեբյուսիից անցավ Շոպենի, նրա նոկտյուրն մի բեմոլ մաժորը հոսում էր ինչպես շուկով արված խոստովանություն, ներկա գտնվող յուրաքանչյուր մարդու ականջին։ Նրա ձեռքերը պարում էին ստեղների վրա մի նրբագեղությամբ, որը կարծես մարտահրավեր էր նետում ձգողականությանը, նրա մատները գտնում էին յուրաքանչյուր նոտա շվեյցարական ժամագործի ճշգրտությամբ սիրահարված բանաստեղծի կրքով։ Այդ ժամանակ էր, որ ամբոխի մեջ ինչ-որ մեկը մրմնջաց այն, ինչ բոլորն էին մտածում։ Աստված իմ, ո՞վ է այս մարդը։ Հարցը արձագանքեց սրահում շշուկի պես, որն արագորեն վերածվեց հավաքական մրմունջի։ Գագիկը շարունակում էր նվագել, լիովին կլանված երաժշտությամբ, կարծես վերջին 3 տարվա հարկադրված լռությունը մաքրվում էր նրա հոգուց այդ նոտաների միջոցով։ Նրա ձեռքերը շարժվում էին ստեղների վրա մի ծանոթությամբ, որը տեխնիկայից անդին էր, մի մտերմությամբ, որը կարող է ապահովել միայն տարիների բացարձակ նվիրումը։ Իմպրովիզացված հանդիսատեսի մեջ մոխրագույն մազերով, ոսկե շրջանակով, ակնոցներով մի մարդ դանդաղ մոտեցավ դաշնամուրին։ Դոկտոր Հենրիկ Ղազարյանը երկրի ամենահարգված երաժշտական քննադատն էր, ավելի քան 20 տարի Հանրապետության ձայն թերթի սյունակագիր, միջոցառմանը հրավիրվել էր պարզապես սոցիալական քաղաքավարությունից ելնելով։ Նրա ներկայությունն այնտեղ արարողակարգային էր, միջոցը ոսկե հույսը հիմնադրամի համար ցույց տալու, որ կապեր ունի քաղաքի բոլոր մշակութային ոլորտներում։ Նա ամբողջ երեկոն ձանձրացել էր, գինիների մասին խոսելով գործարարների հետ, որոնք չէին կարողանում տարբերել Բորթոն Կյանտիից։ Երբ այդ անսպասելի ձայնը գրավեց նրա ուշադրությունը։
Ղազարյանը կանգնեց դաշնամուրից ընդամենը 2 մետր հեռավորության վրա, նրա արտահայտությունը աստիճանաբար փոխվեց հետաքրքրությունից անհավատության, վերջապես մի ճանաչման, որը նրան տեսանելիորեն ցնցեց։ Նա ճանաչում էր այդ ոճը, այդ տեխնիկան, նոտաները երգեցնելու, այլ ոչ թե պարզապես հնչեցնելու այդ յուրահատուկ ձ. Դա երաժշտական ստորագրություն էր, որը նա չէր լսել ուղիղ 3.5 տարի։ Գագիկը ավարտեց Շոպենի նոկտյուրնը, առանց դադարի, անցավ Բեթհովենի լուսնի սոնատին։ Ոչ թե առաջին մեղմ շարժումը, որը բոլորը գիտեն, այլ երրորդ, տեխնիկապես կործանարար շարժումը, մի ստեղծագործություն, որը բաժանում էր սիրողական դաշնակահարներին իսկական վիրտուոզներից։ Նրա ձեռքերը թռչում էին ստեղնաշարի վրա մի արագությամբ, որը մարտահրավեր էր նետում ֆիզիկային, յուրաքանչյուր նոտա բյուրեղյա ճշգրիտ, կառուցելով բարդության շերտեր, որոնք ստիպում էին դաշնամուրին հնչել ինչպես մի ամբողջ նվագախումբ։ Անահիտը նույնպես մոտեցել էր, նրա դեմքը շփոթության մի բանի դիմակ էր, որը սկսում է նմանվել վախի։ Ոչ թե ֆիզիկական վախի, այլ այն նախնական վախի, որը գալիս է, երբ բացահայտում ես, որ աշխարհը ճիշտ այնպիսին չէ, ինչպիսին միշտ մտածել ես։ Նա հրապարակավ նվաստացրել էր այդ մարդուն, ծաղրել նրա գոյությունը, կատակել նրա մասնագիտության հետ։ Եվ հիմա բացահայտում էր, որ նա դաշնամուր նվագում էր ավելի լավ, քան որևէ մեկը, ում նա վարձել էր իր մասնավոր միջոցառումների համար։ Հնարավոր չէ, մրմնջաց նա ինքն իրեն, բայց նրա ձայնը լսեցին շուրջը գտնվող մի քանի մարդ։ Ինչպես կարող է մի հավաքարար այսպես նվագել։ Անահիտի հարցին պատասխանեց դոկտոր Ղազարյանը, որն էլ ավելի էր մոտեցել, այժմ դիտում էր Գագիկին հիացմունքի մելամաղձության խառնուրդով։ Որովհետև նա հավաքարար չէ, ասաց Ղազարյանը, նրա ձայնը լի մի հուզմունքով, որը ստիպեց մի քանի գլուխների շրջվել դեպի իրեն։ Նա Գագիկ Սահակյանն է, հրաշամանուկը, որն անհետացավ բեմերից 3 տարի առաջ։ Երիտասարդը, որին եվրոպական քննադատներն անվանում էին «նոր հորովից»։ Դաշնակահարը, որը 26 տարեկանում լեփ-լեցուն դահլիճ հավաքեց Արամ Խաչատրյանի անվան համը։ Լրագրասրահում 15 րոպեանոց ծափահարությունների արժանացավ։ Հաջորդած լռությունն այնքան խորն էր, որ հյուրանոցի կենտրոնական օդորակման համակարգի ձայնը խլացուցիչ թվաց։ Աստիճանաբար կտորները սկսեցին իրենց տեղն ընկնել ներկաների մտքում։ Ոմանք մշուշոտ հիշում էին անունը, մյուսները հիշեցին, որ կարդացել էին երիտասարդ հայ ֆենոմենի մասին, որը նվաճում էր դասական երաժշտության աշխարհը։ Բայց բոլորը հիշում էին, թե ինչ էր տեղի ունեցել հետո։ Վթարը, շշնջաց մի կին ամբոխի մեջ, բառը վիրուսի պես տարածվեց հյուրերի միջ։ Գագիկը ավարտեց Բեթհովենը, նրա ձեռքերը մի պահ կախված մնացին ստեղների վրա, կարծես ինքն էլ էր հիշում, թե ով էր նախկինում։ Երբ վերջապես շրջվեց աթոռին դեմքով դեպի հանդիսատեսը, նրա աչքերը փայլում էին զսպված արցունքների մի արժանապատվության խառնուրդով, որը թաղված էր եղել 3 տարվա լուռ նվաստացումների տակ։ Դոկտոր Ղազարյանն առաջինը խախտեց լռությունը։ Գագիկ, ասաց նա, մոտենալով բացված ձեռքերով։ Աստված իմ, Գագիկ, որտեղ էիր այսքան տարի։ Երաժշտության աշխարհը զգում էր քո բացակայություն։ Քո ձայնագրությունները դեռ հնչում են դասական ռադիոկայաններով, քո տեսանյութերը դեռ միլիոնավոր անգամներ դիտվում են համացանցում։ Դու պարզապես անհետացար։ Գագիկը դանդաղ բարձրացավ աթոռից, դեռ վերլուծելով այն փաստը, որ իրեն ճանաչել են։ 3 տարի նա թաքնվել էր համազգեստների մաքրման սայլակի հետում, կառուցելով բոլորովին նոր ինքնություն, մի կյանք, որտեղ ոչ ոք ոչինչ չէր սպասում, բացի լուռ արդյունավետությունից։ Եվ հիմա, րոպեների ընթացքում, այդ խնամքով կառուցված ճակատը փլուզվել էր։ Դոկտոր Ղազարյան, ասաց Գագիկը, նրա ձայնը կրում էր մի հոգնածություն, որը կարծես գալիս էր շատ ավելի խորքից, քան 3 տարվա ֆիզիկական աշխատանքը։ Ես չէի սպասում, որ ինձ կճանաչեն։ Կճանաչեն։ Տղաս, քո տաղանդն անսխալական է։ Դու կարող ես փոխել հագուստդ, կարող ես փոխել մասնագիտությունդ, կարող ես փոխել կյանքդ, բայց չես կարող փոխել հոգիդ։ Եվ քո հոգին միշտ խոսել է երաժշտության միջոցով։ Անահիտը դիտում էր փոխազդեցությունը սրտխառնոցի աճող զգացումով։ Ոչ թե ֆիզիկական սրտխառնոցի, այլ այն ներքին զգացողության, որը գալիս է, երբ հասկանում ես, որ սարսափելի, անդառնալի սխալ ես գործել։ Նա հրապարակավ նվաստացրել էր երկրի մեծագույն երաժշտական տաղանդներից մեկին։ Նա ծաղրել էր մի մարդու, ում արվեստը հայտնի էր միջազգայնորեն։ Եվ դա արել էր տեսախցիկների, սմարթֆոնների, մարդկանց առաջ, որոնք անշուշտ կտարածեին պատմությունը այդ սրահից շատ հեռու։ Ես չեմ հասկանում, ասաց նա, նրա ձայնն ավելի թույլ, քան առաջ։
Եթե դուք էիք։ Ինչու եք այստեղ աշխատում։ Ինչու եք զուգարաններ մաքրում համերգասրահներում նվագելու փոխարեն։ Գագիկը շրջվեց դեպի նա, առաջին անգամ միջադեպի սկզբից ի վեր նա տեսավ ավելին, քան հնազանդություն նրա աչքերում։ Այնտեղ ցավ կար, խորը հին ցավ, բայց նա մի ուժ, որը նա առաջ չէր նկատել։ Որովհետև երբեմն կյանքը քեզ կոտրում է այնպես, որ դու այլս չես կարող լինել այն, ինչ նախկինում էիր, պատասխանեց նա, նրա ձայնը կրում էր մի դաժան ազնվություն, որը կտրեց օդը խոստովանության պես։ Որովհետև երբեմն դու կորցնում ես այն ամենը, ինչ սիրում ես, մեկ գիշերվա ընթացքում, երբ հաջորդ առավոտ արթնանում ես, բացահայտում ես, որ այլս չգիտես, թե ով ես։ Դոկտոր Ղազարյանը, իհարկե, գիտեր պատմությունը։ Դասական երաժշտության աշխարհում բոլորը գիտեին։ 3 տարի առաջ մարտի 15-ի գիշերը Գագիկը նոր էր միլիոնավոր դրամների պայմանագիր կնքել գերմանական ձայնագրման ընկերության հետ։ Նա տոնակատարությունից տուն էր վերադառնում, երբ բեռնատարի վարորդը, որը չափից շատ էր խմել, կարմիր լույսի տակով անցել էր միասնիկյան պողոտայում։ Գագիկ։ Ի ծնողների մեքենան ուղիղ հարված էր ստացել։ Նրանք տեղում մահացել էին։ Գագիկը փրկվել էր մարմնի թեթ վնասվածքներով, բայց հոգու վերքերով, որոնք շատ ավելի խորն էին։ Նա բացահայտել էր, որ իր հայրը, առանց իր իմացության, գրավադրել էր ընտանեկան տունը, իր երաժշտական կարիերան ֆինանսավորելու համար։ Բացահայտել էր, որ մայրը վաճառել էր իր սեփական զարդերը, կոնսերվատորիայում իր ուսումը վճարելու համար։ Եվ բացահայտել էր, որ առանց նրանց ներկայության իր երաժշտությանը ականատես լինելու դաշնամուր նվագելը դարձել էր անտանելի հուզական տանջանք։ Դու ամեն ինչ վաճառեցիր, ասաց դոկտոր Ղազարյանը, ոչ թե որպես հարց, այլ որպես հաստատում մի բանի, որն արդեն գիտեր։ Գագիկը գլխով արեց։ Դաշնամուրը, պայմանագրերը, բնակարանը։ Գումարն օգտագործեցի, վճարելու այն պարտքերը, որոնք ծնողներս արել էին իմ պատճառով։ Եվ երբ մնաց ընդամենը բավարար գումար ծայրամասում մի սենյակի 1 ամսվա վարձի համար, որոշեցի, որ Գագիկ Սահակյան դաշնակահարը մահացել է նրանց հետ միասին այդ գիշեր։ Խոստովանությունը հարվածեց սրահին հուզական ռումբի պես։ Որոշ կանայք ձեռքերը տարան կրծքին, որոշ տղամարդիկ հայացքները փախցրին, շփոթված։ Պատմությունը, որը նրանք լսում էին, այն տեսակի գլամուրային դրամա չէր, որը սովորաբար զվարճացնում էր նրանց սոցիալական երեկոները։ Դա իրական ցավ էր, իրական կորուստ, մի տեսակ տառապանք, որը այդ մարդկանց մեծ մասը ճանաչում էր միայն ֆիլմերից կամ գրքերից։ Անահիտը զգաց, թե ինչպես ինչ-որ բան կոտրվեց իր կրծքավանդակում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա ճանաչել էր իրականության միայն մեկ տարբերակ, որտեղ մարդիկ բաժանված էին պարզ կատեգորիաների, նրանք, ովքեր հրամայում են, նրանք, ովքեր ենթարկվում են, նրանք, ովքեր ծնվել են փայլելու համար, նրանք, ովքեր ծնվել են ծառայելու համար։ Երբեք չէր մտածել, որ ինչ-որ մեկը կարող է անցնել այդ աշխարհների միջ, որ ինչ-որ մեկը կարող է ընկնել մեկից մյուսը, իր վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով։ Դուք կարող էիք նորից սկսել, ասաց նա, նրա ձայնն այժմ լի մի հրատապությամբ, որը ինքն էլ լիովին չէր հասկանում։ Դուք կարող էիք նորից նվագել, գտնել այլ մենեջերներ, այլ պայմանագրեր։ Գագիկը ժպտաց։ Բայց դա տխուր ժպիտ էր, լի մի իմաստությամբ, որը գալիս է միայն բացարձակ կորստից։ Դուք չեք հասկանում, թե ինչպես է գործում սուգը, այնպես չէ, պատասխանեց նա քնքշորեն։ Երբ դու կորցնում ես այն մարդկանց, ում ամենաշատն ես սիրում, հատկապես երբ զգում ես, որ քո ամբիցիան նպաստել է այդ կորստին, երաժշտությունն այլևս երաժշտություն չէ։ Դա ձայնի վերածված մեղքի զգացում է։ Յուրաքանչյուր նոտա, որը նվագում ես, կրում է քո արած բոլոր ընտրությունների, բոլոր զոհողությունների ծանրությունը, որոնք թույլ ես տվել, որ ուրիշներն անեն քեզ համար։ Նա քայլեց դեպի մեծ պատուհաններից մեկը, որը նայում էր հյուսիսային պողոտային, դիտելով երբեք չքնող քաղաքի լույսերը, մեքենաները, որոնք անցնում էին 23 հարկ ներք, շարժվող լուսավոր կետերի պես։ 2 տարի շարունակ ես նույնիսկ չէի կարողանում ռադիոյով երաժշտություն լսել, առանց խուճապի նոպաների։ Հետո գտա այս աշխատանքը, որտեղ մաքրող մեքենաների մշտական աղմուկը խլացնում էր ցանկացած ձայն, որը կարող էր ինձ հիշեցնել անցյալի մասին։ Որտեղ ես կարող էի անտեսանելի լինել, որտեղ ոչ ոք ինձնից արտասովոր լինել չէր սպասում։ Որտեղ ես կարող էի պարզապես գոյություն ունենալ, առանց հանճար լինելու, առանց հրաշամանուկ լինելու, առանց որևէ բան լինելու, բացի մի մարդուց, որը մաքրում էր այն, ինչ ուրիշները կեղտոտում էին։ Դոկտոր Ղազարյանը մոտեցավ, քնքշորեն ձեռքը դնելով Գագիկի ուսին։ Բայց դու դեռ արտասովոր ես, տղաս։ Այն, ինչ մենք հենց նոր լսեցինք, ապացուցում է դա։
Քո նման տաղանդը չի անհետանում, չի մահանում։ Կարող է ձմեռային քուն մտնել, կարող է թաքնվել, բայց միշտ վերադառնում է մակերես, երբ գտնում է ճիշտ պահը։ Գագիկը շրջվեց, նորից նայելու սրահին։ Հյուրերը դիտում էին տեսարանը հիացմունքի անհարմարության խառնուրդով։ Ոմանք կարծես անկեղծորեն հուզված էին պատմությունից, մյուսներն ակնհայտորեն հաշվարկում էին, թե ինչպես այդ տեղեկությունը կարող է օգտագործվել ապագա սոցիալական խոսակցություններում։ Բայց բոլորը, բացարձակապես բոլորը, այժմ նրան տեսնում էին բոլորովին այլ կերպ։ Եվ ո՞րն է ճիշտ պահը, հարցրեց Գագիկը, հարցն ուղղելով դոկտոր Ղազարյանին, Անահիտին, որը լուռ մոտեցել էր խոսակ։ Ցուցության ընթացքում Անահիտը, որն ամբողջ երեկոն ուշադրության կենտրոնում էր եղել, այժմ իրեն լիովին կորցրած էր զգում։ Նրա սկզբնական զայրույթը գոլորշիացել էր, փոխարինվելով խորը շփոթությամբ այն մասին, թե ով է ինքը, ինչպես է դարձել այնպիսի մարդ, որն ունակ է հրապարակավ նվաստացնել ինչ-որ մեկին։ Նայելով Գագիկին, տեսնելով այն արժանապատվությունը, որով նա կրում էր իր ցավը, նա սկսեց կասկածի տակ դնել ամեն ինչ իր սեփական կյանքի մասին։ Ես չգիտեմ, թե որն է ճիշտ պահը, ասաց նա, նրա ձայնը հազիվ շշուկից բարձր։ Բայց գիտեմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ։ Ոչ միայն ձեզնից, այլ այստեղ գտնվող բոլորից։ Որովհետև այն, ինչ ես արեցի այս գիշեր, այն ձը, որով ես վերաբերվեցի ձեզ։ Դա շատ ավելին է ասում այն մասին, թե ով եմ ես, քան այն մասին, թե ով եք դուք։ Գագիկը մի պահ ուսումնասիրեց նրան, նրա խոսքերում անկեղծության նշաններ փնտրելով։ 3 տարի նա անտեսանելի էր եղել նրա նման մարդկանց համար։ Մաքրել էր զուգարանները, որոնք նրանք օգտագործում էին, հավաքել բաժակները, որոնք նրանք թողնում էին, լսել նրանց խոսակցությունները խնդիրների մասին, որոնց լուծումն ավելի շատ գումար արժեր, քան նա վաստակում էր 1 տարում։ Եվ հիմա նրանցից մեկը ներողություն էր խնդրում։ Ներողությունը ընդունված է, ասաց նա վերջապես։ Բայց ես մի պայման ունեմ։ Անահիտը մի քանի անգամ թարթեց, զարմացած։ Նա սպասում էր, որ նա պարզապես կընդունի իր ներողությունը, երեկոն կշարունակվի իր բնականոն հունով, ինքը կփորձի նվազագույնի հասցնել իր հեղինակությանը հասցված վնասը, իսկ նա կվերադառնա իր մաքրման սայլակին։ Նա պայմաններ չէր սպասել։ Ինչ պայման, հարցրեց նա։ Գագիկը նայեց սրահի շուրջը, տեսնելով բոլոր այդ հարուստ հզոր մարդկանց, որոնք ամբողջ երեկոն նշում էին իրենց սեփական առատաձեռնությունը աշխատակիցների նկահույքի պես վերաբերվելով։ Տեսավ մատուցողներին, որոնք շամպայն էին մատուցում, առանց երբե աչքերի մեջ նայվելու, մաքրուհիներին, որոնք հավաքում էին ափսեները, առանց շնորհակալության արժանանալու, անվտանգության աշխատակիցներին, որոնք ժամերով ոտքի վրա էին կանգնած, առանց որևէ մեկի իրենց հարմարավետության մասին մտահոգվելու։ Ուզում եմ, որ դուք սովորեք տեսնել մարդկանց, ասաց նա, նրա ձայնը ձեռք բերելով մի ուժ, որը ստիպեց մի քանի գլուխների շրջվել։ Ուզում եմ, որ դուք հասկանաք, որ յուրաքանչյուր մարդ, որն աշխատում է այս հյուրանոցում, որը սպասարկում է ձեր միջոցառումներին, որը մաքրում է ձեր տունը, ունի պատմություն։ Ունի երազանքներ, ունի կորուստներ, ունի արժանապատվություն։ Ուզում եմ, որ դուք խոստանաք, որ կփորձեք լինել այնպիսի մարդ, ինչպիսին ձեր ծնողները կցանկանային, որ դուք լինեիք, ոչ թե պարզապես այնպիսի մարդ, ինչպիսին հասարակությունն է ակնկալում, որ դուք լինեք։ Առաջարկը հարվածեց Անահիտին որպես բռունցքի հարված Ստամոքսին։ Նա սպասում էր, որ նա գումար կխնդրի, կամ երաժշտությանը վերադառնալու հնարավոր ություն, կամ ինչ-որ անձնական առավելություն։ Չէր սպասել, որ նա իրեն մարտահրավեր կնետի, դառնալու ավելի լավ մարդ։ Եվ եթե ես դա անեմ, ասաց նա դանդաղ, դուք ինչ կանեք։ Գագիկը ժպտաց առաջին անգամ երեկոյի սկզբից ի վեր, մի անկեղծ ժպիտ, որը լիովին փոխեց նրա դեմքը։ Ես նորից կսկսեմ դաշնամուր նվագել։ Խոստումը կախված մնաց սրահի օդում, որպես շոշափելի մարտահրավեր, որը բոլորը կարող էին զգալ։ Գագիկը Անահիտին կանգնեցրել էր մի հայելու առաջ, որին նա երբեք ստիպված չէր եղել նայել, հիմա նա իրեն տեսնում էր արտացոլված ոչ թե որպես հզոր հիացմունքի արժանի ժառանգորդ, որը միշտ մտածել էր, որ ինքն է, այլ որպես մեկը, որը լիովին կորցրել էր կապն իր սեփական մարդկայնության հետ։ Դոկտոր Ղազարյանը դիտում էր փոխազդեցությունը նրա հետաքրքրությամբ, ով տեսել էր բազմաթիվ մարդկային փոխակերպումներ իր տասնամյակների ընթացքում, լուսաբանելով արվեստի աշխարհը։ Նա գիտեր, որ այդպիսի պահերը հազվադեպ են, երբ երկու մարդ հանդիպում են մի շրջադարձային կետում, որը կարող է փոխել երկուսին էլ ընդմիշտ։ Գագիկի Անահիտի միջ լարվածուտ։ Յան մեջ մի բան կար, որը հիշեցնում էր մեծ երաժշտական դուետները, որտեղ երկու տարբեր ձայներ ստեղծում են անսպասելի ներդաշնակություն։
Դուք համաձայն եք, պնդեց Գագիկը, նրա աչքերը հառած Անահիտի աչքերին մի ինտենսիվությամբ, որը նրան ստիպում էր իրեն լիովին մերկ զգալ։ Անահիտը նայեց սրահի շուրջը, առաջին անգամ իսկապես տեսնելով հյուրերի միջ շրջող աշխատակիցներին։ Այնտեղ Մարիամն էր, 50-ամյա մատուցողուհին, որն այնտեղ աշխատում էր 15 տարի, ում անունը նա երբեք չէր փորձել սովորել։ Այնտեղ Հովհաննեսն էր, անվտանգության աշխատակիցը, որը 8 ժամ անընդմեջ ոտքի վրա էր կանգնում, ապահովելու, որ իր նման մարդիկ իրենց պաշտպանված զգան։ Այնտեղ Կարինեն էր, միջոցառումների համակարգողը, որը 3 շաբաթ անցկացրել էր, կազմակերպելով այդ երեկոյի յուրաքանչյուր մանրուք, որպեսզի ամեն ինչ հյուրերի համար անթերի թվա։ Ես համաձայն եմ, ասաց նա, բառերը դուրս թռան նրա բերանից, նախքան նրա միտքը կհասցներ դրանք գրաքննել։ Բայց ես չգիտեմ, ինչպես սկսել։ Ես չգիտեմ, ինչպես լինել տարբեր նրանից, ինչ միշտ եղել եմ։ Գագիկը մոտեցավ նրան, առաջին անգամ նրանց հանդիպումից ի վեր, նա իրեն ոչ բարձր, ոչ ցածր զգաց նրանից։ Նրանք պարզապես կանգնած էին, երկու մարդ արարած, որոնք փորձում էին հասկանալ, թե ինչպես կողմնորոշվել մի պահի մեջ, որը փոխել էր երկուսին էլ անդառնալիորեն։ Ոչ ոք չի ծնվում, իմանալով, թե ինչպես լինել լավ մարդ, ասաց նա քնքշորեն։ Դա մի բան է, որ սովորում են, փորձելով, սխալվելով, նորից փորձելով։ Տարբերությունը սովորելու ցանկությունն է։ Անահիտը գլխով արեց, զգալով, թե ինչպես են արցունքներ գոյանում իր աչքերում առաջին անգամ տարիների ընթացքում։ Նա իր ամբողջ կյանքը կառուցել էր այն գաղափարի շուրջ, որ խոցելիություն ցուցաբերելը թուլության նշան է, որ Ավետիսյանը երբեք կասկածներ կամ անվստահություն ցույց չի տալիս։ Բայց այնտեղ մի մարդու առաջ, որը կորցրել էր ամեն ինչ, այնուամենայնիվ պահպանել էր իր արժանապատվությունը, նա սկսեց կասկածի տակ դնել, թե արդյոք իրական ուժը ճիշտ հակառակը չէ նրան, ինչ միշտ մտածել էր։ Այդ ժամանակ մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Փոխանակ փորձելու թաքցնել իր արցունքները կամ զգուշորը հեռանալու, իր ճակատը վերականգնելու համար, Անահիտը շրջվեց դեպի սրահը, խնդրեց բոլորի ուշադրությունը։ Խնդրում եմ, ասաց նա, նրա ձայնը դողալով, բայց վճռական, ես կցանկանայի խոսել ձեզ հետ։ Խոսակցություններն աստիճանաբար դադարեցին։ Սմարթֆոնները, որոնք զգուշորեն պահվել էին Գագիկի ելույթի ընթացքում, նորից ուղղվեցին դեպի նա, բայց այժմ բոլորովին այլ պատճառներով։ Բոլորը սպասում էին, որ նա ինչ-որ վնասի վերահսկողություն կանի, որ իրավիճակը կվերածի մի էլեգանտ անեկդոտի, որը կարելի է պատմել ապագա ընթրիքների ժամանակ։ Այս գիշեր ես մի սարսափելի բան բացահայտեցի իմ մասին, սկսեց նա, նրա դաժան ազնվությունը բոլորին զարմացրեց։ Բացահայտեցի, որ դարձել եմ այնպիսի մարդ, որը հաճույքի համար նվաստացնում է այլ մարդկանց։ Այնպիսի մարդ, որը աշխատակիցներին վերաբերվում է որպես մեկանգամյա օգտագործման առարկաների։ Այնպիսի մարդ, որը երբ բախվում է իրական տաղանդի արժանապատվության հետ, պատասխանում է դաժանությամբ։ Մի անհարմար մրմունջ անցավ ամբոխի միջով։ Դա այն տեսակի ելույթը չէր, որ սպասվում էր այդ մակարդակ։ Ի սոցիալական միջոցառմանը։ Մարդիկ այնտեղ էին, իրենց լավ զգալու, իրենց առատաձեռնությունն ու կարգավիճակը նշելու համար։ Նրանք պատրաստ չէին հանրային ինքնաքննության սեանսի։ Գագիկ Սահակյանը, շարունակեց նա, ձեռքով ցույց տալով նրան, ոչ միայն այս երկրի երբեք ունեցած մեծագույն երաժշտական տաղանդներից մեկն է։ Նա մարդկային արժանապատվության օրինակ է, որի գոյության մասին ես մոռացել էի։ 3 տարի նա լուռ աշխատել է մեր միջ, վերաբերվելով որպես անտեսանելի, ոչ մի անգամ չի պատասխանել դառնությամբ կամ վրդովմունքով։ Նույնիսկ երբ ես նրան հրապարակավ նվաստացրի, նա պատասխանեց շնորհքով։ Դոկտոր Ղազարյանը մոտեցավ Գագիկին շշնջաց. Նա իսկապես դա անում է։ Նա լիովին բացահայտում է իրեն։ Գագիկը դիտում էր Անահիտին հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Նա գիտեր, թե ինչպիսի քաջություն է պահանջվում հրապարակավ սխալներն ընդունելու համար, հատկապես մեկի համար, որն իր ամբողջ ինքնությունը կառուցել էր կատարելության գերազանցության շուրջ։ Բայց դրանից ավելի կարևոր, շարունակեց Անահիտը, նրա ձայնն ուժեղանալով, Գագիկն ինձ ստիպեց հասկանալ, որ այս սրահի յուրաքանչյուր մարդ, որն այս գիշեր մեր ուտելիքն է մատուցել, յուրաքանչյուր մարդ, որը մաքրել է մեր ափսեները, յուրաքանչյուր մարդ, որն ապահովել է մեր անվտանգությունը, ունի պատմություն։ Ունի ընտանիք, ունի երազանքներ, ունի վախեր, ունի արժանապատվություն։ Եվ ես խոստանում եմ ձեզ բոլորիդ առաջ, որ ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, փորձելով լինել այնպես մարդ, որը հարգում է այդ արժանապատվությունը։ Հաջորդած լռությունը տարբերվում էր այն լռությունից, որն ուղեկցել էր Գագիկի երաժշտությանը։
Դա հավաքական անհարմարության ծանր լռությունն էր, որովհետև այդ սրահում շատ մարդիկ ճանաչեցին իրենց Անահիտի խոստովանության մեջ։ Նրանցից քանիսն էին իրենց վարորդներին կահույքի պես վերաբերվում։ Քանիսը գիտեին իրենց տները մաքրող մարդկանց անունները։ Քանիսը երբե մտածել էին, որ իրենց գինին մատուցողը գուցե համալսարանական դիպլոմ ունի, այնտեղ է միայն ժամանակավորապես։ Մարիամն էր, վետերան մատուցողուհին, որը խախտեց լռությունը։ Նա դադարել էր բաժակներ հավաքելը, արցունքներն աչքերին դիտում էր տեսարանը։ «Տիկին Անահիտ», ասաց նա, նրա ձայնը լի մի հուզմունքով, որը ստիպեց մի քանի մարդկանց շրջվել, նրան նայելու, 15 տարի այստեղ աշխատելով, առաջին անգամն է, որ լսում եմ ձեզ նման մեկին այսպես խոսել։ Իմ անունը Մարիամ Հակոբյան է, 3 երեխա ունեմ, ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երազանքն է, որ նրանք ինձնից լավ հնարավորություններ ունենան։ Մարիամի ներկայացումը նման էր հուզական ամբարտակի դարպասները բացելուն։ Այլ աշխատակիցներ սկսեցին մոտենալ, յուրաքանչյուրը հակիրճ կիսվելով իր պատմությամբ։ Հովհաննեսը, անվտանգության աշխատակիցը, պատմեց, որ ավարտում է երեկոյան կառավարման դասընթացը։ Կարինեն, միջոցառումների համակարգողը, բացահայտեց, որ սկսել է որպես հավաքարար 10 տարի առաջ գիշերները սովորել է, հասնելու այնտեղ, որտեղ հիմա է։ Ռոբերտը, բարմենը, գումար էր խնայում, իր սեփական ռեստորանը բացելու համար։ Անահիտը լսում էր յուրաքանչյուր պատմություն մի ուշադրությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Իր չափահաս կյանքում առաջին անգամ նա անկեղծորեն հետաքրքրված էր այլ մարդկանց փորձառություններով, ոչ թե որպես զվարճանք կամ սոցիալական պարտավորությունից դրդված, այլ որովհետև սկսել էր հասկանալ, որ յուրաքանչյուր մարդկային կյանք կրում էր բարդություններ, գեղեցկություններ, որոնք նա երբեք չէր փորձել նկատել։ Գագիկը դիտում էր իր աչքերի առաջ տեղի ունեցող փոխակերպումը հույսի թերահավատության խառնուրդով։ Նա տեսել էր շատ հարուստ մարդկանց, որոնք հուզական պահերին մեծ խոստումներ էին տալիս, միայն թե վերադառնային հին սովորույթներին, հենց որ տեսախցիկներն անջատվեին։ Բայց Անահիտի խոցելիության մեջ մի բան կար, որն անկեղծ էր թվում, մի իրական ճեղքվածք այն զրահի մեջ, որը նա կրել էր իր ամբողջ կյանք։ Ու հիմա ձեր հերթն է, ասաց Անահիտը, շրջվելով դեպի Գագիկը։ Դուք խոստացաք, որ նորից կսկսեք դաշնամուր նվագել։ Երբ? Գագիկը ժպտաց, բայց դա նյարդային ժպիտ էր։ Խոստումը տալը հեշտ էր եղել հուզական պահի թեժության մեջ։ Այն իրականացնելը շատ ավելի դժվար կլիներ։ 3 տարի նա իրեն համոզել էր, որ այլս երբեք չի նվագի, որ իր կյանքի այդ մասը մահացել է ծնողների հետ միասին։ Բեմեր վերադառնալու, նորից բացահայտվելու այն խոցելիությանը, որը գալիս է ելույթի հետ, գաղափարը նրան սարսափեցնում էր։ Չգիտեմ, թե կարող եմ պարզապես վերադառնալ, խոստովանեց նա։ Դա ավելի բարդ է։ Դա հեծանիվ քշելու պես չէ, որ երբեք չես մոռանում։ Դա նման է։ Նման է նորից սիրել փորձելուն, երբ սիրտդ կոտրվել է։ Դոկտոր Ղազարյանը մոտեցավ, նորից ձեռքը դնելով Գագիկի ուսին։ Պարտադիր չէ, որ անմիջապես մեծ բեմերում լինի, ասաց նա։ Իսկ եթե սկսենք փոքրից։ Մի համերգ այստեղ, հյուրանոցում, գուցե։ Աշխատակիցների համար, մարդկանց համար, որոնք սովորաբար դասական երաժշտության հասանելիություն չունեն։ Դու կարող ես նվագել այն մարդկանց համար, ովքեր իսկապես կարող են, փոխանակ նվագելու քննադատների գործարարների համար։ Առաջարկը հարվածեց Գագիկին լույսի շողի պես։ Իր կարիերայի բոլոր տարիների ընթացքում նա նվագել էր հանդիսատեսի համար, որը հասկանում էր երաժշտությունից, որը վերլուծում էր յուրաքանչյուր նոտա, որը համեմատում էր իր մեկնաբանությունները պատմական ձայնագրությունների հետ։ Մարդկանց համար նվագելու գաղափարը, որոնք պարզապես կզգային երաժշտությունը, առանց տեխնիկական դատողությունների, առանց իր հեղինակության վրա հիմնված ակնկալիքների, միաժամանակ ազատագրող սարսափեցնող էր։ Դա տարբեր կլիներ, ասաց նա դանդաղ։ Դա ազնիվ կլիներ։ Անահիտը, որը լսում էր խոսակցութ յունը, հանկարծ մի գաղափար ունեցավ, որը նրան հուզեց այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Իսկ եթե դա ավելին լինի, ասաց նա, նրա աչքերը փայլելով նոր էներգիայով։ Իսկ եթե մենք մշտական մի բան ստեղծենք։ Մի ծրագիր, որտեղ դուք երկուստ, Գագիկը դոկտոր Ղազարյանը, ամենամսյա համերգներ կազմակերպեք այստեղ, հյուրանոցում, բայց ոչ թե սոցիալական էլիտայի համար։ Աշխատակիցների համար, համայնքի մարդկանց համար, ընտանիքների համար, որոնք երբեք հնարավորություն չեն ունեցել կենդանի դասական երաժշտություն լսելու։ Գագիկը մի պահ լուռ մնաց, վերլուծելով առաջարկը։
Իր երաժշտությունն օգտագործելու, կամուրջներ ստեղծելու, այլ ոչ թե բաժանումներ ժողովրդավարացնելու մի բան, որը միշտ եղել է մշակութային էլիտայի բացառիկ տարածքը, գաղափարի մեջ խորապես գրավիչ մի բան կար։ Իսկ դուք, հարցրեց նա Անահիտին, որը կլինի ձեր դերը այս ամենում։ Անահիտը վարանեց։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, ցանկացած նախագծում նրա դերը եղել է ֆինանսավորել, իր անունը տալ, հայտնվել լուսանկարների համար, անցնել հաջորդ սոցիալական պարտավորույթ։ Ան. Իսկապես ներգրավվելու, սովորելու, աշխատելու այն մարդկանց կողքին, որոնց միշտ համարել էր ենթականեր, գաղափարը բոլորովին նոր էր։ Ես ուզում եմ սովորել, ասաց նա վերջապես։ Ուզում եմ օգնել կազմակերպել, ուզում եմ ճանաչել այն մարդկանց, ովքեր կգան դիտելու, ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում անել մի բան, որն իսկապես կարող է, փոխանակ պարզապես անելու մի բան, որը լավ հանրային կապեր է ստեղծում։ Գագիկը ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով նշաններ, որ դա պարզապես մեկ այլ ժամանակավոր փուլ է, հուզական քմահաճույք, որը կանցնի մի քանի շաբաթից։ Բայց նրա աչքերում վճռականություն կար, իսկության ծարավ, որը նա ճանաչում էր, որովհետև նման բան էր զգացել, երբ որոշել էր թողնել երաժշտությունը նոր կյանք սկսել։ Լավ, ասաց նա։ Բայց պայմաններով։ Առաջին 6 ամիսներին ոչ մի հրապարակայնություն։ Ոչ մի հասարակական լուսանկարիչ։ Ոչ մի հոդված ձեր առատաձեռնության մասին թերթերում։ Եթե դուք իսկապես ուզում եք դա անել, դա պետք է լինի, որովհետև հավատում եք դրան, ոչ թե որովհետև դա կբարելավի ձեր իմիջը։ Անահիտն միջապես գլխով արեց, զարմացնելով նույնիսկ իրեն պատասխանի արագությամբ։ Ընդունում եմ։ Երբ ենք սկսում։ Դոկտոր Ղազարյանը ծիծաղեց, մի անկեղծ ուրախ ձայն, որը կտրեց վերջին րոպեների հուզական լարվածությունը։ Իսկ եթե հաջորդ ուրբաթ։ Գագիկ, դու 1 շաբաթ ունես երկացանք ընտրելու համար։ Անահիտ, դու 1 շաբաթ ունես պարզելու, թե ինչպես խոսել սովորական մարդկանց հետ, առանց վերամբարձ հնչելու։ Իսկ ես շաբաթը կանցկացնեմ, զանգահարելով երաժշտական աշխարհի իմ բոլոր կապերին, տարածելու լուրը, որ Գագիկ Սահակյանը վերադարձել է։ Գագիկը զգաց խուճապի հուզմունքի խառնուրդ։ 1 շաբաթ պատրաստվելու նորից հանդիսատեսի առաջ նվագելուն։ 1 շաբաթ դիմակայելու այն դերին, որոնցից խուսափել էր 3 տարի։ 1 շաբաթ պարզելու, թե արդյոք դեռ քաջություն ունի նորից խոցելի լինելու։ Իսկ հյուրանոցը, հանկարծ հարցրեց Անահիտը։ Ես պետք է խոսեմ ղեկավարության հետ, ամրագրեմ շքեղ սրահը, կազմակերպեմ աթոռներ։ Դա թողեք ինձ, ասաց մի ձայն նրանց հետից։ Դա Կարլեն Մելիքյանն էր, հյուրանոցի գլխավոր տնօրենը, որը վերջին րոպեների ամբողջ փոխազդեցությունը դիտում էր։ Տիկին Անահիտ, եթե դուք իսկապես ուզում եք դա անել, Արարատ Փալասը պատիվ ունի հյուրընկալելու։ Առանց որևէ վճարի։ Անահիտը զարմացած շրջվեց դեպի նա։ Հյուրանոց հաճախելու բոլոր տարիների ընթացքում նա երբեք իրական խոսակցություն չէր ունեցել ղեկավարության հետ։ Նրանք միշտ շփվում էին օգնականների համակարգողների միջոցով։ Պարոն Մելիքյան, ասաց նա, առաջին անգամ օգտագործեց նրա անունը, փոխանակ պարզապես ձեռքով ցույց տալու, երբ ինչ-որ բանի կարիք ուներ։ Շնորհակալություն։ Դա շատ բան է նշանակում։ Կարլենը ժպտաց մի ժպիտ, որը կրում էր տարիների հարկադրված պրոֆեսիոնալիզմ, որը վերջապես փոխարինվում էր ինչ-որ անկեղծ բանով։ Իրականում, տիկին Անահիտ, մեր աշխատակիցներից շատերը երաժիշտներ են, արվեստագետներ, ուսանողներ։ Նրանց համար պատիվ կլինի հնարավորություն ունենալ լսելու պարոն Գագիկի մակարդակի մեկին։ Գագիկը նայեց սրահի շուրջը, տեսնելով այն աշխատակիցներին, որոնք դեռ այնտեղ էին, աճող հետաքրքրությամբ դիտելով խոսակցությունը։ 3 տարվա մեջ առաջին անգամ նա իրեն անտեսանելի չզգաց։ Իրեն ոչ ոքից բարձր կամ ցածր չզգաց։ Պարզապես իրեն մարդ զգաց, կապված իր սեփական ցավից ավելի մեծ մի բանի մաս։ 1 շաբաթ, մրմնջաց նա ինքն իրեն։ 1 շաբաթից ես նորից կնվագեմ։ Եվ վթարից հետո առաջին անգամ գաղափարը նրան լիովին չսարսափեցրեց։ Հաջորդած շաբաթը ամենաինտենսիվն էր, որ Գագիկը, Անահիտը ապրել էին տարիների ընթացքում։ Գագիկի համար յուրաքանչյուր առավոտ բերում էր իր կայացրած որոշման ծանրությունը, խառնված մի անհանգստության հետ, որն աճում էր ուրբաթին մոտենալուն զուգընթաց։ Նա հյուրանոցի աշխատանքից արձակուրդ էր խնդրել, պատճառաբանելով անձնական հանգամանքներ, կեսօրներն անցկացնում էր կենտրոնի փոքրիկ հանրային կոնսերվատորիայում, որտեղ հնարավորություն էր ստացել օգտվելու հին, բայց լավ լարված դաշնամուրից։
Նորից նվագելը հեծանիվ քշելու պես չէր, ինչպես նա վախենում էր, որ մարդիկ կարող են մտածել. դա նման էր հին սիրուն վերագտնելուն, ում խորապես վիրավորել էի։ Փորձելով վերականգնել մի մտերմություն, որը մի ժամանակ բնական էր, բայց այժմ պահանջում էր գիտակցված ջանք փոխադարձ ներում։ Նրա ձեռքերը, կոշտացած 3 տարվա ֆիզիկական աշխատանքից, սկզբում ընդդիմանում էին նուրբ շարժումներին, որոնք պահանջում էր երաժշտությունը։ Բայց աստիճանաբար մկանային հիշողությունը սկսեց վերադառնալ, քնած նյարդային կապերը սկսեցին արթնանալ։ Անահիտը իր հերթին բացահայտում էր բոլորովին նոր աշխարհ։ Իր չափահաս կյանքում առաջին անգամ նա ինչ-որ բան էր անում առանց օգնականների, առանց համակարգողների, առանց վճարովի մարդկանց թիմի, որոնք ապահովում էին, որ ամեն ինչ կատարյալ ընթանա։ Նա շաբաթն անցկացրել էր, անձամբ խոսելով հյուրանոցի աշխատակիցների հետ, այցելելով մոտակա համայնքներ, համերգի մասին տեղեկացնելու անուններ սովորելով, պատմություններ լսելով, բացահայտելով, որ գոյություն ունի մի ամբողջ երան, որը նա երբեք չէր նկատել։ Երեքշաբթի օրը նա այցելեց Մարիամի, վետերան մատուցողուհու տուն, նոր Նորքի մի փոքրիկ տուն, որտեղ Մարիամը բնակվում էր իր 3 երեխաների հետ։ Անահիտը երբեք չէր եղել մի տեղ, որտեղ տարածքն այդքան խնամքով էր օգտագործված, որտեղ յուրաքանչյուր առարկա ուներ հատուկ անհրաժեշտ գործառույթ։ Խոսեց Մարիամի երեխաների հետ, բացահայտեց, որ կրտսերը 15 տարեկան կիթառ էր նվագում, երազում էր երաժիշտ դառնալ։ Խոստացավ, որ նա համերգի հատուկ հյուր կլինի։ Հինգշաբթի օրը նա ճաշեց հյուրանոցի ճաշարանում մի խումբ աշխատակիցների հետ, նստելով պլաստիկ սեղանի շուրջ, փոխանակ այն մասնավոր սենյակների, որոնք սովորաբար օգտագործում էր։ Լսեց Հովհաննեսին, անվտանգության աշխատակցին, խոսելիս իր կառավարման ուսման, սեփական բիզնես բացելու ակնկալիքների, այսքան դաժան քաղաքում երեխաներ ունենալու վախերի մասին։ Լսեց Կարինեին, թե ինչպես էր նա եկել Գավառի մի փոքրիկ քաղաքից, մի ճամպրուկով, մի երազանքով, ինչպես էր աշխատել որպես հավաքարար ցերեկը, սովորել գիշերը, մինչ կարողացել էր դառնալ միջոցառումների համակարգող։ Յուրաքանչյուր խոսակցություն պատուհան էր դեպի մի աշխարհ, որը միշտ գոյություն ուներ իրենին զուգահեռ, բայց որը նա երբեք չէր փորձել դիտարկել։ Եվ յուրաքանչյուր պատմություն նրան ստիպում էր կա սկացի տակ դնել ոչ միայն այն, թե ինչպես էր դարձել այդքան կույր իր շրջապատի մարդկայնության հանդեպ, այլ թե ինչպես էր իր ամբողջ սոցիալական դասը կարողացել կառուցել այնպիսի անթափանց պղպջակներ, որոնք թույլ էին տալիս լիովին անտեսել մարդկանց մեծամասնության իրականությունը։ Գագիկը մինչդեռ պայքարում էր իր սեփական ներքին մարտերում։ Չորեքշաբթի օրը, երբ փորձում էր Շոպենի մի նոկտյուրն, որը նախկինում իր սիրելի ստեղծագործություններից մեկն էր, խուճապի նոպա ունեցավ, որը նրան 20 րոպե թողեց դողալով դաշնամուրի կողքին։ Նոտաները առաջացրել էին իր ծնողների հետ վերջին պահերի այնքան վառ հիշողություն, որ նա զգաց, թե վթարը նորից է տեղի ունենում։ Մի պահ մտածեց հանձնվել, վերադառնալ հյուրանոց, խնդրել իր աշխատանքը հետ, վերադառնալ անտեսանելիության անվտանգությանը։ Դոկտոր Ղազարյանն էր, որ նրան գտավ կոնսերվատորիայի հատակին նստած, ծնկները գրկած։ Հիշողությունները միշտ են վերադառնում, երբ փորձում ես նորից նվագել, հարցրեց քննադատը, նստելով հատակին Գագիկի կողքին։ Դրանք պարզապես հիշողություններ չեն, պատասխանեց Կ. Ագիկը կոտրված ձայնով։ Դա մեղքի զգացում է։ Յուրաքանչյուր նոտա, որը նվագում եմ, հիշեցում է, թե ինչպես իմ ամբիցիան արժեցավ նրանց կյանքը։ Եթե ես այդքան չպնդեի կարիերայի վրա, եթե չընդունեի այդ պայմանագիրը, նրանք այդ գիշեր դուրս չէին գա տոնելու։ Նրանք դեռ կենդանի կլինեին։ Դոկտոր Ղազարյանը երկար պահ լուռ մնաց, վերլուծելով խոստովանությունը։ Նա պատկերացրել էր, որ մեղքի զգացումն է Գագիկի երաժշտությունից հեռանալու պատճառը, բայց իրականությունը լսելը տարբեր էր ենթադրություններ անելուց։ Դու գիտես, որ դա ճիշտ չէ, այնպես չէ, ասաց նա վերջապես։ Քո ծնողները չեն մահացել քո երաժշտության պատճառով։ Նրանք մահացել են մի անպատասխանատու վարորդի պատճառով, որը սարսափելի որոշում է կայացրել։ Երաժշտությունը նրանց հպարտությունն էր, նրանց ուրախությունը։ Ոչնչացնելով այն, ինչ նրանք ամենաշատն էին սիրում քո մեջ, դու նրանց չես պատվում, Գագիկ։ Դու նրանց դավաճանում ես։ Բառերը հարվածեցին Գագիկին որպես բռունցքի հարված ստամոքսին, բայց անհրաժեշտ հարված։ 3 տարի նա կրել էր մի մեղք, որն իրենը չէր, պատժել էր իրեն անցագործությունների համար, որոնք չէր գործել։ Եվ իր ցավի մեջ, նա աշխարհից զրկել էր այն, ինչ իր ծնողներն ամենաշատն էին ուզում, որ նա կիսվի։ Ինչպես կարող եմ վստահ լինել, որ նվագում եմ նրանց համար, ոչ թե ինձ համար, հարցրեց Գագիկը։
Որովհետև ուրբաթ օրը դու կնվագես մարդկանց համար, որոնք երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու քո նման երաժշտություն։ Դու կնվագես, պատվելու ոչ միայն քո ծնողների հիշատակը, այլ այդ հանդիսատեսում գտնվող յուրաքանչյուր մարդու մարդկայնությունը։ Դա ամբիցիա չէ, Գագիկ։ Դա արվեստի վերածված սեր է։ Ուրբաթ օրը Արարատ Փալաս հյուրանոցի շքեղ սրահն անճանաչելի էր։ Կլոր սեղանները մշակված զարդարանքները փոխարինվել էին աթոռների պարզ շարքերով։ Չկային թանկարժեք ծաղիկներ կամ հատուկ ջահեր, միայն մի Steinway Royal կենտրոնում մեղմ լուսավորություն, որը ստեղծում էր մտերմիկ հյուրընկալ մթնոլորտ։ Անահիտը պնդել էր, որ ամեն ինչ պարզ լինի, որ ոչինչ չշեղի երաժշտությունից կամ պատնեշներ չստեղծի արվեստագետի հանդիսատեսի միջ։ Հանդիսատեսը, որը սկսեց ժամանել երեկոյան ժամը 6-ին, դա լփերվում էր այն ամենից, ինչ այդ սրահը երբ է տեսել էր։ Կային հյուրանոցի աշխատակիցներ, հագնված իրենց հանգստյան օրերի հագուստով, մոտակա համայնքի ընտանիքներ, որոնք միջոցառման մասին իմացել էին բանավոր խոսքի միջոցով, հանրային դպրոցների երաժշտության ուսանողներ, որոնց հետ կապվել էր դոկտոր Ղազարյանը, միայնակ ապրող տարեցներ, որոնք հազվադեպ էին տնից դուրս գալու հնարավորություն ունենում։ Մարիամը ժամանեց իր 3 երեխաների հետ, կրտսերը կրում էր իր կիթառը մաշված պատյանով։ Հովհաննեսը բերել էր իր կնոջն ու փոքրիկ դստերը։ Կարինեն եկել էր մոր հետ, որը հատուկ այդ առիթով եկել էր Գավառից։ Կարլենը, տնօրենը, ներկա էր իր ամբողջ ընտանիքով, ներառյալ իր թոշակառու հայրը, որը 40 տարի բանվոր էր եղել, երբեք կենդանի դասական երաժշտություն չէր լսել։ Անահիտը յուրաքանչյուր մարդու դիմավորում էր մուտքի մոտ, ոչ թե որպես հեռավոր հյուրընկալ, այլ որպես մեկը, որն անկեղծորեն հետաքրքրված էր ճանաչելու, թե ովքեր են այնտեղ։ Նա շաբաթվա ընթացքում անուններ էր սովորել, հիշում էր իր ունեցած խոսակցությունների մանրամասները, հարցնում էր երեխաների, ուսման երազանքների մասին։ Իր կյանքում առաջին անգամ նա ինքն էր փոխանակ ներկայացնելու իր խնամքով կառուցված տարբերակը, թե ով էր կարծում, որ պետք է լինի։ Գագիկը ժամանեց ուղիղ 7-ին, նախատեսված սկզբից 20 րոպե առաջ։ Նա կրում էր պարզ վերնաշապիկ ստաբատ, ոչինչ այն էլեգանտ հագուստներից, որոնք սովորաբար կրում էր իր անցյալի ելույթներում։ Երբ մտավ սրահ, տեսավ աշխուժորեն զրուցող մարդկանց, աթոռների միջ վազող երեխաների, անկեղծ ծիծաղի ձայնը, որը լցնում էր միջավայրը, զգաց մի խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ «Նյարդայնացած ես», հարցրեց Անահիտը, մոտենալով նրան։ «Ավելի քիչ, քան պատկերացնում էի», պատասխանեց Գագիկը, դա ճիշտ էր։ Անհանգստություն կար, իհարկե, բայց ոչ այն կաթվածահար անող սարսափը, որը սպասում էր։ Այդ մարդիկ այնտեղ չէին, իրեն տեխնիկապես դատելու կամ իր ելույթը հայտնի ձայնագրությունների հետ համեմատելու համար։ Նրանք այնտեղ էին պարզապես երաժշտություն լսելու, ինչ-որ գեղեցիկ բանի հետ կապվելու համար։ Դոկտոր Ղազարյանը կարճ ջերմ ներկայացում արեց, բացատրել։ Ով թե ով է Գագիկը, առանց մանրամասների մեջ մտնելու բեմերից նրա բացակայության մասին, կենտրոնանալով նրա տաղանդի իր արվեստն այդքան մտերմորեն կիսելու նրա առատաձեռնության վրա։ Երբ Գագիկը նստեց դաշնամուրի մոտ, սրահը ընկղմվեց սպասողական, բայց ոչ վախեցնող լռության մեջ։ Գագիկը սկսեց լուսնի լույսով նույն ստեղծագործությամբ, որը նվագել էր գալա երեկոյի գիշերը։ Բայց այս անգամ յուրաքանչյուր նոտա տարբեր մտադրություն էր կրում։ Դա տեխնիկայի ցուցադրություն կամ տպավորելու փորձ չէր։ Դա մաքուր հաղորդակցություն էր, խոսակցություն իր հոգու նրան լսողների հոգիների միջ։ Նա տեսնում էր մի փոքրիկ երեխայի դեմքը, որն առաջին անգամ էր դասական երաժշտություն լսում, մի տարեց մարդու փակ աչքերը, որը կարծես տեղափոխվում էր այլ ժամանակ, Մարիամի լուռ արցունքները, երբ նա բռնել էր իր կրտսեր որդու ձեռքը։ Նա անցավ հայկական ստեղծագործությունների ընտրանուն, որոնք սովորել էր մանկության տարիներին, մեղեդիներ, որոնք խառնում էին դասականն ու ժողովրդականն այնպես, որ սրահի բոլորը իրենց տանը զգային։ Կար Կոմիտաս, կար Խաչատրյան, նույնի։ Իսկ մի քանի սեփական ստեղծագործություններ, որոնք նա ստեղծել էր տարիներ առաջ, բայց երբեք քաջություն չէր ունեցել հրապարակավ ներկայացնելու։ Համերգի կեսին մի կախարդական բան տեղի ունեցավ։ Գագիկը դադարեց նվագելը, հրավիրեց Մարիամի որդուն, կիթառով դեռահասին, միանալ իրեն։ Տղան բարանելով բարձրացավ, դողացող ձեռքերով լարելով իր գործիքը։ Միասին նրանք ստեղծեցին մի իմպրովիզացիա, որը խառնում էր դասականն ու ժողովրդականը, դաշնամուրն ու կիթառը, տարբեր սերունդներ, փորձառություններ, որոնք հանդիպում էին երաժշտության համընդհանուր լեզվով։ Հանդիսատեսը ոչ միայն լսում էր, այլ մասնակցում։
Կային մարդիկ, որոնք մեղմորեն օրորվում էին երաժշտության հետ, մյուսները երգում էին ծանոթ մեղեդիներ, երեխաներ, որոնց մայրերն օրորում էին ամենանուրբ նոտաների ձայնի տակ։ Դա երաժշտությունն էր, ինչպիսին պետք է լինի, ոչ թե որպես բարձր անհասանելի մշակութային արտադրանք, այլ որպես համատեղ մարդկային արտահայտություն։ Երբ Գագիկը նվագեց իր վերջին ստեղծագործությունը, իր մորը նվիրված է Ավե Մարիայի սեփական տարբերակը, հանդիսատեսում չոր աչք չկար։ Ոչ թե հարկադրված սենտիմենտալությունից, այլ որովհետև այնտեղ բոլորը զգացել էին ինչ-որ անկեղծ բան, հուզվել էին իրենց առօրյա կյանքից ավելի մեծ մի բանից։ Հաջորդած ծափահարությունները տարբերվում էին այն ամենից, ինչ Գագիկը զգացել էր իր նախորդ կարիերայում։ Դրանք քաղաքավարի ծափեր կամ արարողակարգային ծափահարություններ չէին։ Դա մաքուր երախտագիտություն էր, մաքուր սեր, մարդկային ճանաչում մի պահի, որը փոխել էր ներկա գտնվող բոլորին։ Անահիտը դիտում էր կողքից, արցունքները ազատ հոսում էին նրա դեմքով։ Իր կյանքում առաջին անգամ նա մաս էր կազմել իսկապես կարևոր մի բանի, որը ստեղծում էր մարդկային կապ, այլ ոչ թե սոցիալական բաժանում։ Նա օգնել էր կազմակերպել մի բան, որն իսկապես կարևոր էր, այն բավարարվածությունը, որը զգում էր, բոլորովին տարբերվում էր այն դատարկ վավերացումից, որը սովորաբար փնտրում էր սոցիալական միջոցառումներում։ Այն բանից հետո, երբ վերջին մարդը հեռացավ, Անահիտը, Գագիկը, դոկտոր Ղազարյանը մնացին մենակ սրահում։ Լռությունը հարմարավետ էր, լի մի բանի մնացորդային էներգիայով, որը նոր էր տեղի ունեցել։ Ինչպե՞ս ես քեզ զգում, հարցրեց Անահիտը Գագիկին։ Կենդանի, պատասխանեց նա պարզապես։ 3 տարվա մեջ առաջին անգամ ինձ լիովին կենդանի եմ զգում։ Իսկ դու, հարցրեց Գագիկը Անահիտին։ Ինչպե՞ս ես քեզ զգում, լինելով իրական մի բանի մաս։ Անահիտը ժպտաց, մի ժպիտ, որը լիովին փոխեց նրա դեմքը։ Կարծես հենց նոր եմ բացահայտել, թե ով եմ ես իրականում։ Դոկտոր Ղազարյանը դիտում էր երկուսին խորը բավարարվածությամբ։ Նա տեսել էր բազմաթիվ փոխակերպումներ իր կարիերայի ընթացքում, բայց հազվադեպ էր տեսել այդքան խորը փոփոխություններ, որոնք միաժամանակ տեղի էին ունենում երկու մարդու հետ։ Իսկ հիմա, հարցրեց նա, ինչ է սպասվում հետո։ Գագիկն ու Անահիտը նայեցին միմյանց, նրանց միջ մի բան անցավ, որը բառերի կարիք չուներ։ Դա սիրավեպ չէր, ոչ էլ գիրք, ավանդական իմաստով։ Դա փոխադարձ ճանաչում էր, խորը հարգանք, այն հասկացողությունը, որ նրանք փրկել էին միմյանց իրենց այն տարբերակներից, որոնք այլս չէին ուզում լինել։ Հիմա մենք դա նորից կանենք, ասաց Անահիտը։ Եվ նորից։ Եվ կշարունակ ենք անել, մինչ բոլորը, ովքեր ուզում են լսել, հնարավորություն ունենան։ Եվ ես կվերադառնամ նա ավանդական բեմեր, ավելացրեց Գագիկը։ Բայց այլ կերպ։ Այլ նպատակով։ Կամուրջներ կառուցելու, ոչ թե ինքնագովազդի համար։ Իսկ ես կսովորեմ լինել մի մարդ, որով իմ ծնողները կհպարտանային, իրենց դուստրն անվանելով, ավարտեց Անահիտը։ 6 ամիս անց, համայնքային համերգների ծրագիրը դարձել էր ելույթ երանում։ Գագիկը վերադարձել էր նա ավանդական բեմեր, բայց միշտ իր գրաֆիկի մի մասը պահում էր անվճար ելույթների համար անապահով համայնքներում։ Նրա ելույթներն այժմ կրում էին մի հուզական խորություն, որը քննադատների կարծիքով գերազանցում էր նրա կարիերայի առաջին տարիներին։ Անահիտը ոսկե հույսը հիմնադրամը վերածել էր էլիտայի համար սոցիալական միջոցառումներ կազմակերպող կառույցից մի հաստատության, որն իսկապես հնարավորություններ էր ստեղծում խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց համար։ Նա սովորել էր ոչ միայն տեսնել մարդկանց, այլ աշխատել նրանց հետ, լսել նրանց իրական կարիքները, փոխանակ պարտադրելու բարեգործության իր սեփական գաղափարները։ Վթարը, որը ոչնչացրել էր մեկ կյանք, քիչ էր մնում ոչնչացներ մյուսը, դարձել էր կատալիզատոր երկու փոխակերպումների համար, որոնք շոշափեցին հարյուրավոր այլ կյանքեր։ Գագիկն ու Անահիտը երբեք զույգ չդարձան ռոմանտիկ իմաստով, բայց դարձան գուցե ավելի հզոր մի բան, գործընկերներ իրենց արտոնություններն ու տաղանդներն ավելի մարդկային աշխարհ ստեղծելու համար օգտագործելու առաքելության մեջ։ Պատմությունը, որը սկսվել էր նվաստացումով ցավով, ավարտվեց երաժշտությամբ հույսով։ Եվ ամեն ուրբաթ Արարատ Փալաս հյուրանոցի շքեղ սրահում արվեստը շարունակում էր կամուրջներ կառուցել այն աշխարհների միջ, որոնք մի ժամանակ անհամատեղելի էին թվում։ Սիրելի ունկնդիրներ, Գագիկի Անահիտի ճանապարհորդությունը մեզ սովորեցնում է, որ մեր կյանքի ամենափոխակերպիչ պահերը հաճախ գալիս են, քողարկված որպես մեր ամենավատ մղձավանջները։
Եթե այս պատմությունը հուզեց ձեր սիրտը, եթե դուք հուզվեցիք երկու հոգիների այս խորը փոխակերպումից, որոնք հանդիպեցին ճիշտ այն պահին, երբ ամենաշատն էին միմյանց կարիքը զգում, հավանեք, բաժանորդագրվեք։ Ալիքին մեկնաբանություններում մեզ պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր, այստեղ, այս տարածքում, մենք կիսվում ենք պատմություններով, որոնք բացահայտում են այն անսահման կարողությունը, որը մենք բոլորս ունենք, վերագտնելու ինքներս մեզ, գտնելու մեր մարդկայնությունը նույնիսկ ամենամութ պահերին, բացահայտելու, որ մեր ամենամեծ թուլությունը կարող է դառնալ մեր ամենամեծ ուժը։ Գագիկը սկսեց նվագել ոչ միայն դաշնամուր, այլ մարդկային սրտի լարերը։ Անահիտը սովորեց, որ իսկական ազնվականությունը գալիս է ոչ թե այն ազգանունից, որը մենք կրում ենք, այլ այն կյանքերից, որոնց մենք դիպչում ենք քնքշությամբ։ Իսկ դուք, որ ուղեկցում եք մեզ այս ձայնային ճանապարհորդությանը, ամեն օր մեզ հիշեցնում եք, որ այսպիսի պատմությունները կարող են, որ մենք բոլորս մեր մեջ կրում ենք երեկվանից ավելի լավը լինելու կարողությունը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որն ուղիղ սրտին է հասնում մեզ հիշեցնում, որ անկախ նրանից, թե որքան մութ է գիշերը, միշտ կա մի երաժշտություն, որը սպասում է նվագվելու, միշտ կա նորից սկսելու հնարավորություն, ավելի մարդկային, ավելի կապված, ավելի կենդանի։